Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկումն է հերթական, այսօր տաղավարում իմ հյուրն է, կարելի ասել ավանդական հյուրն է, Հայաստանի ազգային ժողովի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Դե ըստ ձեզ անցնող երկու շաբաթը ինչ հիմնական մեսիջներ բերեց Հայաստանին, հա, մեր բռնած ուղղությունը, մեր բռնած կուրսը, կարծես թե արդարացնում է։ Արդարացնում է մեր հույսերը։ Մեր հույսերը, իհարկե։ Որովհետև, գիտեք, հայտարարություններ եղան, արդեն 2 տարի է լուրջ հայտարարություններ են լինում հայ արևմտյան, այդպես ասենք, հայ եվրոպական, հայ ամերիկյան, կանադական, կորեական հարավ եւ այլն համագործակցության, դաշինքի համերաշխության մասին հայտարարություններ, բայց դե մենք որպես զգուշավոր եւ փորձառու հանրություն ասում ենք դե հայտարարություններ հայտարարել են գետնի վրա, իրականում կարող է ոչինչ էլ չլինի, նույնիսկ ընդհակառակը վատ լինի, բայց փառք Աստծո, շնորհակալություն Աստծուն, ասենք, գործնական քայլեր են արդեն կատարվում այս 2 շաբաթվա մեջ կամ այս վերջին մի ամսում, բավական լուրջ գործնական գործշարժ կա։ Այո, այսինքն այդ հայտարարություններին հետևում են գործնական քայլերը, տեսեք, օրինակ այդ Հրազդանի ուղեղային կենտրոնը, այդպես ասենք, որը որ սպասարկելու է տարածաշրջանի, ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածաշրջանի լայն իմաստով տարածաշրջանի։ Դա դառնալու է ուղղակի հանրագիտարան, այդպես ասենք, առողջապահության համակարգի, փոխադրամիջոցների, գյուղատնտեսության համար, գիտության համար, կրթության համար, ասենք մեր հարևան երկրների մասնագետները որևէ բանի կարիք որ զգան, հարցում են անելու եւ մեր մոտից ստանալու են պատասխանը, որ մենք կարող ենք ասել մերն է, մեր տարածքում է գտնվում եւ մենք այնտեղից ռոճիկ ենք ստանում։ Երկրորդը, որ արտադրություն է կազմակերպելու բարձր տեխնոլոգիաների մասին է խոսքը, դա նույնպես շատ լավ է, որովհետեւ սովետական Հայաստանը շատ դրական կողմեր ուներ, սարսափելի ձևով բացասական կողմեր ուներ, բայց մի բանը մեզ մնաց մեր ինքնության մեջ ինժեներ հայ ժողովուրդը, ինդուստրիալ արտոնաբերական, ասենք մենք ապացուցեցինք, որ մենք նաև քիմիայով, մեքենաշինություն, սարքաշինություն, միջուկային ֆիզիկա, այսինքն դա մենք արդեն ապացուցում ենք, դա ունակ ենք, դա մենք կարող ենք անել ու հիմա ապա արտոնաբերացման հետևանքով եւ արտոնաբերությունը հեռացավ Հայաստանից, այս ինժեներական կադրերի պատվերը, այդ դա ինչն է հետաքրքրում, նաեւ ատոմակայանի հետ կապված։ Եթե կա ատոմակայանը, նշանակում է պատվեր կա մեր պոլիտեխնիկ ինստիտուտին, մեր երիտասարդները, ովքեր որ հակված են այդպիսի ֆիզիկոսները մեր, այդպես են ասել։ Ատոմագետներ, այո, դրանք աշխատանք ունեն, այսպես ասենք, հեռացողները հեռանում են, գնում են տարբեր երկրներում Ռեզերֆորդի ինստիտուտում աշխատելու, բայց նրանք ովքեր որ կապված են լանդշաֆտի հետ, ուզում են առավոտը արթնանալուց Արարատ լեռը տեսնել, կամ Արագածը, հիմա մոդա է Արագածը տեսնել։ Նրանք, որ հայրենիքը չեն ուզում լքել, նրանք նույնպես կարող են իրենց սիրած մասնագիտությունով աշխատել Հայաստանում։ Ես կարծում եմ հրաշալի բան է այդ ուղեղային կենտրոնը եւ արտադրության արտադրամասերը եւ նաեւ էներգետիկան, որ խոստացել են մեզ եւ կարծես թե լուրջ է այդ մոդուլային ատոմակայանը։ Ներողություն եմ խնդրում, կարծես թե երկրների միջև մրցակցություն է գնում, թե ում մոդելը կլինի Հայաստանում։ Իսկ առաջ մենք ասենք միայն խնդրեի հյուսիսային հարևանի հույսին, հարևան չի, բարեկամ է։ Բարեկամ։ Չէ, ասում են հերո բարեկամը մոտիկ հարևանը։ Այստեղ շուռ եկավ այդ բանաձևը։
դա մեզ միշտ չէին ասում, կամ երբեմն ասում են, Ռուսաստանը մեր հարևանն է, Գերմանիայի կայզերը մեզ բարեկամ է, բայց հեռու է։ Մի ժամանակ մեր մտավորականները, մեր ազնվականությունը հույսը դրել էր խաչակրաց արշավանքների վրա, ռեկոնկիստայի վրա էին դրել, իրենք հայտարարել էին, ազատագրել էին Սիցիլիան, Իսպանիան, Հունաստանը, մենք ասում ենք, դե մերն էլ է հերթը Կիլիկիայի թագավորությունը 300 տարի խաչակրաց արշավանքների։ Ընդ որում, եթե մենք Հայաստանի պատմությունը դիտարկենք, թերևս ամենահաջողած թագավորությունը Կիլիկիայի թագավորությունն է։ Բացառիկ բան է, այո, բացառիկ, հրաշալի բան է։ Մենք շատ մենք մեր հարևանների համար եւ մարդկության համար հետաքրքիր օրինակ օտարության մեջ պետություն ստեղծեցինք եւ շատ հազարավոր կիլոմետրերով հեռու հայրենիքից, Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, Լևոն արքան 7-8 տարի Ռոմի կայսրը, Ռոմի պապը, Բյուզանդիայի կայսրը բանեն ասում են հրճակենք քեզ արքա Կիլիկիայի, ասում են չէ, հայոց արքա, որովհետև ես հույս ունեմ, որ այ ռեկոնկիստան դա էր էլի, որ մենք ազատագրենք ոչ միայն Երուսաղեմը, սրբավայրը, այլ նաև մեր սրբավայրը, Նոյի տապանը, այլ Նոյի Արարատ լեռն էլ կազատագրենք, ուրեմն իմ տիտղոսը պետք է լինի ամենայն հայոց արքա, ոչ թե Կիլիկիայի արքա կամ արծրունիների նման Բագրատ, չասեց ես պետք է լինեմ ու համոզեց եւ Ռոմի կայսրը, Ռոմի պապը եւ սրբազան կայսրը Բարբարոսը եւ լատինացիները, բոլոր լատինացիները հրովարտակով, օրենքով, թղթով, մագաղաթով Ֆրանսիայի եւ Բրիտանիայի թագավորները այդ բոլորի ներկայությամբ երկու անգամ է թագադրումը եղել է եւ ըստ հռոմեական ավանդության եւ ըստ հայկականի Կիլիկիան բացառիկ բան է, հարկավոր է հիշել Կիլիկիան դա։ Ընդ որում Օսման արարողությանը մասնակցում են համ կաթոլիկ լեգատները, համ ուղղափառ լեգատները։ Դա պատմության մեջ նման բան չէ։ Այո, բյուզանդացիները նույնպես ճանաչեցին։ Տեսեք, Հայաստանի Հանրապետությունը, Երևանի խանությունը, այդ Կիլիկիայի նախադեպի բանն էր, շարունակությունն էր, այսինքն հնարավոր է քաղաքակիրթ այն ժամանակվա քաղաքակիրթ աշխարհը մրցակից, մենք մրցակցությունից խոսեցինք, չէ, մրցակցություն կար, եվրոպացիները մրցում էին ով կազատագրի, ով ավելի շատ քրիստոնեական պետություններ կազատագրի, դա էր իմաստը, լեգիտիմ էր, օրինակ ռուսական ներկայությունը Հայաստանում ճիշտ այնքան էր օրինաչափ եւ օրինական լեգիտիմ իմաստով։ Էլի այդ մրցակցության մեջ էր տեղավորվում։ Մրցակցության մեջ, եթե նա ապահովում էր հայ ժողովրդի համար պետականություն, բայց 12 տարի տևեց ընդամենը։ Նիկոլայ առաջինը փոշմանեց ու կորցրեց Ղրիմում, պարտվեց, մեզանից հետո Արմյանսկայա օբլաստը լիկվիդացնելուց հետո ջախջախեցին Ղրիմում Նիկոլայ առաջինին, որովհետև ինքը, այսինքն դարձավ զավթիչ, ռուս անգամ ինքը խաբեց վրացական թագավորությունը, լիկվիդացրեց գոյություն ունեցող ավտոնոմ պետություն, որը Եվրոպայում էլ ճանաչում ուներ։ Դա շատ ծանր, Ռուսաստանի համար ծանր հետևանքներ ունեցավ, ես ասում, Ղրիմի պատերազմը, ուրիշ ոչինչ չասենք, Ղրիմում ջախջախվեց, նույնիսկ Սև ծովում ռազմածովային նավատորմի իրավունքից զրկվեց, բայց ամենաստորացուցիչ պարտությունն է դա Ռուսաստանի։ Չնայած ինքը շատ Ճապոնիայում էլ խախին գոլում էլ ոչինչ 5 թվականին, բայց տեսեք ինչ մեր բախտի խնդիրն է, հիմա մենք նույն փուլի մեջ ենք, ուրեմն Ռուսաստանը որպես խաչակիր քրիստոնյա ազատագրեց, հայտարարեց Արմյանսկայա օբլաստ դոտացիա էր տալիս 200,000 ռուբլի, այդ Արմյանսկա օբլաստը ստանում էր Պետերբուրգից ու հետո փոշմանեց, այսինքն ազատագրողից, աջակցից, դաշնակցից վերածվեց օկուպանտի։
անեքսիա տեղի ունեցավ, լիկվիդացրեց Արմյանսկայա օբլաստը ու տարավ Խաչատուր Աբովյանին, հետո շարունակենք ցանկա Միքայել Նալբանդյան, Երեշե Չարենց, Բաքումց, մինչև Մինաս Ավետիսյան։ Ռուսական խոսույթում, մանավանդ վերջերս Պուտինը ինչ որ սկսել է հետաքրքրվել, չէ, ռյուրիկներով եւ այլնով մանով, շատ է խոսում այն մասին, որ Ռուսաստանը երբեք նախահարցակ երկիր չի եղել, Ռուսաստանը միշտ պաշտպանվել է։ Ու երբ որ վերցնենք, ասենք, Նապոլեոնյան ժամանակաշրջանը, հա, այդ խեղճ մարդու վրա, Նապոլեոնի վրա Ռուսաստանը 3 անգամ հարձակվել է, դրժելով ուխտը եւ պայմանագիրը։ Այո, Աուստերլիցը Ռուսաստանում չէր եւ Սուվորովի արշավանքը Ռեմսկի, հա։ Նորաստեղծ ֆրանսիական հանրապետության դեմ էր։ Հա, բայց Իտալիայի դեմ։ Հա, Իտալիայի դեմ։ Նաեւ Իտալիայի դեմ։ Ինչ էր անում Սուվորովը։ Չէ, դա արդեն մի նրբություն կա։ Ես վերադարձնենք։ Հա։ Արգելի հետևորդներ։ Մենք հին ընկերներ ենք, երբեմն մեզ թույլ ենք տալիս հետո առաջանել։ Ուրեմն Ռուսաստանը երբ ասում մենք նախարցակ չենք, ինքը նույն գաղափարն է, որ մենք ազատագրում ենք քրիստոնեական երկրները, բյուզանդական տարածքները, այնա դա է ասում։ Մենք Թուրքիայի վրա չենք հարձակում, 12, չէ, քանի պատերազմ է եղել, ինքն է եղել նախաձեռնողը, կամ Իրանի դեմ ասում են, դա օրինական է, լեգիտիմ է, մենք քրիստոնեական երկիրն ենք ազատագրում, անեքսիայի ենթարկված քրիստոնեության պաշտպանն ենք մենք, ազատագրում ենք։ Դրա համար ինքն ասում է մենք նախահարցակ չենք։ Մահմեդականներ այն ժամանակ բուսուրմանները։ Հա, մինչև հիմա էլ այդպես ասում են։ Они русские։ Они русские։ Ուրեմն նրանք ազատագրում էին որպես հավատակից, որպես խաչակիր։ Դրա համար ասում են մենք ազատագրում ենք ընդհանրապես։ Մենք ագրեսոր չենք։ Խասորին հիմա էլ են ուզում ազատագրել։ Հա, հիմա գաղափարական ազատագրում։ Այո, հիմա էլ լեգիտիմությունը միակ բանն է, որ նրանք ֆորպոստ, զաստավա, չէ, պլատֆորմ, ինչ որ հայտարարում են, միայն մի խնդիր կա, արդյոք նրանք ուզում են ազատագրել Ասորեստանը կամ Պոնտոսը հունական, եթե դա չի իրենց ծրագրում, իսկ իրենք արդեն հայտարարել են, որ դա մեր, այսինքն Տրոցկին փակել է այդ հարցը, Տրոցկին փակել է Ռուսաստանի լեգիտիմության հարցը եւ Իրանի նկատմամբ Ադրբեջան պետության ստեղծումը, այդպիսի պետություն ստեղծելը նշանակում է, որ ազատագրողի, ազատարարի, փրկիչի գործառույթը սպառվել է եւ թուրքական պետության, Թուրքիայի հանրապետությանը աջակցելը եւ ստեղծելը, լիկվիդացիայից փրկելը, դա նշանակում էր, որ Ռուսաստանը հրաժարվեց իր առաքելությունից, նա այլևս քրիստոնյաների դաշնակիցը չի, ազատարարը չի, հովանավորը չի։ Այսինքն Տրոցկու են բան ձեռքով է դա արվել։ Ինքը նաև այդ շղարշը գցեց մի կողմ ցարական Ռուսաստանի իբր քրիստոնյաների ազատագրիչ լինելու։ Բոլշևիզմը, եթե ասենք Տրոցկի ենք ասում, մենք տուրք տալով ստալինիզմին, ստալինիզմ ենք քարոզում, որովհետև Ստալինը հետո հետ տվեց, ներգաղթ կազմակերպեց, օկուպացրեց Հյուսիսային Իրանը, Թավրիզ, Մավրիզը օկուպացված էր, որ ադրբեջանական հանրապետություն կար, ավարտ գրեթե 46 թվականի վերջը մինչև ադրբեջանի հանրապետություն կար Պարսկաստանում, դեռ արդեն Իրան էր, ներողություն, ուրեմն Ռուսաստանը հիմա արդեն հանել է իր վրայից այդ մունդիրը ազատարարի, ինքը հիմա ավելի շատ հանդես է գալիս որպես վաշխառու, որպես վաճառական, ուզում է վաճառել իր արդեն ունեցած ազդեցության գոտին, որ գոտկատեղից կապված է Հայաստանի Հանրապետությունը, վրացական պետությունը, ադրբեջանական պետությունը, ինքը էժանով ուզում է վաճառել։
Այս պարագայում Դե հիմա մեզ օրինակ վաճառում է, ինքը հանել է աճուրդի։ Աճուրդի է հանել, ով շատ տա։ Երկաթուղիները կտամ, գազամուղը կտամ։ 1990 թվականին արել է։ Սա երրորդ հրաժեշտն է Ռուսաստանի։ Մի անգամ արել է դա 1917 թվականին հրաժեշտ տվեց, գնաց։ Զորքերը վերցրեց, ամեն ինչ վերցրեց, գնաց, հեռացավ։ Լքեց։ Մեր զորքերը Ավստրիայում դեռ կռվում էին Գերմանիայում, մեր գայում, Մայա Միասնիկյան բան, նրանք այնտեղ կռվում էին։ Միասնիկյանը Բելարուսիայի հիմնադիրն է եւ արևմտյան ռազմաճակատի կոմիսարն էր։ Այսինքն մերոնք այնտեղ կռվում էին, իրենք այստեղից հեռացան 6000 զինվոր կար հայ այստեղ 70,000-ը գնաց, 6,000-ը վրա թողեց։ Ուրեմն մի անգամ այն ժամանակ գնացին, մի անգամ գնացին 90 թվականին, ուղղակի բարեբախտություն էր, որ ամերիկացիները արդեն ավիակիր ունեին, 1990 թվականին Թուրքիային սաստեցին։ Հասցեցին բախտը չփորձես սովետական Դեմիրելին, չէ՞։ Այո։ Եթե չեմ սխալվում, Դեմիրելն էր այն ժամանակ նախագահը։ Մեկ է ով էր։ Մեզ համար մեկ է։ Իրանք գիտեին ով էր։ Այն աղջիկներ կարծեմ։ Կին ունեին այն, կին վարչապետ ունեին։ Ուրեմն սաստեցին, ասեցին բախտը չփորձես սովետական Հայաստանի սահմանները անձեռնմխել են։ Դրանից բացի ամերիկացիները օրենք ունեն Թուրքիայի սահմանները չեն ճանաչում։ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանները ամերիկացիների կարծիքով ապօրինի է ի վնաս հայերի։ Այսինքն նրանք կարծում են, որ օկուպացված է հայկական տարածքը։ Ուդրո Վիլսոնի սահմանները կան։ Ուրեմն գնացին 90 թվականին հավաքեցին 15000 զինվոր պետք է լիներ 7-րդ բանակում 4-5000 զինվոր էր։ Նույնիսկ պահակային ծառայությունը չէին կարողանում ապահովել։ Թողեցին ռուսները զենքը, զինամթերքը, խողովակները, ատոմակայանը անջատած նայրիտը, իմիջելոց մենք չենք անջատել։ Հիմա մեզ ասում են, հա, դուք այդ Ղարաբաղյան շարժումը անջատ չէ։ Երկաշարժը անջատեցին, փակեցին, այսինքն դեինդուստրիալիզացիա Հայաստանը արեցին, ռուսները գնացին պայմանագրով, ոչ թե իրանք ուզում էին գնալ կամ չէին ուզում գնալ, իրենց պարտադրված էր 14 հանրապետություններից պետք է հեռանային ըստ պայմանագրի Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքի հետ պայմանավորվեցին, դա կոչվում է Փարիզյան խարտիա։ Դա կա, տպված է, գրքեր կան, մենք դա գիտեինք այն ժամանակ էլ, հիմա մեր հայրենակիցներից շատերը քաղ տեխնոլոգները Դրանք չեն ուզում դա հիշել։ Ռուսները հանձնեցին Հայաստանը ամերիկացիներին 1990 թվականին։ Բայց պայմանով, բայց եթե հայերը ուզում են օրհնվի նորից Սահաթը, կարող են մարտ ամսին 91 թվականի մարտ ամսին 91 թվականի մարտ ամսին հանրաքվեով, որ օրինական լինի, վերադառնալ սովետական միության կամ Ռուսաստանի Դաշնության կամ Մաքսային միության գիրկը։ Մենք ինչ որոշեցինք, դուք դա գիտեք եւ դուք հարգելի բարեկամներ, մենք որոշեցինք ոչ թե միացման հանրաքվե անցկացնել, այլ անջատման, անկախության հանրաքվե եւ մասնակիցների 99%-ը ամոթ հասել 100%-ով Հայաստանի քաղաքացիները բազմազգ։ Մեր ռուսներ կային, հույներ, եզդիներ։ Նրանք էլ կողմ 10,000 հոգի դեմ է քվեարկել։ 2.5 միլիոնը քվեարկել է անջատման օգտին, 10,000 հոգի քվեարկել է միացման օգտին։ Այդպիսի համամասնություն կա։ Ուրեմն ռուսները գնացին։ Այսինքն դե չեք գալի ավելի լավ, не будем кормить։ Հիմա մենք ունենք ինչ-որ հիբրիդային վիճակ, որովհետև 13 թվականի սեպտեմբերի 3-ին ապօրինաբար թղթով Ռուսաստանը նորից օկուպացրեց Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության տոքսիկ ձեռքով։
տոքսիկ թունավոր ձեռքով Երբ որ դրանից 1 օր հետո պետք էր Եվրամիության հետ ստորագրվեր։ Այո, հիմա մենք հասանք մեր օրերին։ Հիմա մենք նորից դիմել ենք, նորից ժողովուրդը այն ժամանակ իդեպ էլի մեր ժողովուրդն էր դիմել։ Մենք շարունակաբար անընդմեջ, եթե միջազգային դատավարություն լինի, այ ժողովուրդը բաց ճակատով կարող է դիմել միջազգային, որովհետև մենք պարբերաբար Հայաստանի անկախության համար զոհ ենք մատուցել։ Սկսած Նժդեհից, Բաքունցից, Չարենցից, աներևակայելի բան է։ Հետո մեր սերնդից շատերը գիտեք, այդ Հայկաց Խաչատրյանը, ինչու ոչ նաև խորհրդային տարիներին խորհրդայինի ընդհատակյա պայքարում, խորհրդային Հայկաց Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը, Զատիկյան Ստեփանը, համեստորեն ասած մի 10 տարի մենք ենք դա արել, Կալանովայրում ենք երել, այսինքն պայքարել ենք անկախության համար։ Մենք ունենք սովետական միության տված փաստաթուղթը, լիցենզիան անկախության մասին, դրանք մեր դատավճիռներն են, օրինական է, սովետական միությունը սխալմամբ պետք է ուղղակի տրամվայի տակ գցեր, բայց դատավճիռ գրել է, որ Արշակյան Ազատը անկախություն է ուզում, դրա համար ճանաչել վտանգավոր հանցագործ եւ ուղարկել Սիբիր։ Այ ուզում ասել անընդմեջ մենք պայքարել ենք անկախության համար, բայց Սերժ Սարգսյանը դա տվեց, ասեց իսկ ես չէ։ Այսպես Ալիևի պարտկոմն եմ ընդհանրապես Ռոբերտ Քոչարյան ձեռձեռի տված են։ Ձեռձեռի տված եկան։ Հիմա նորից կրկնվում է դա։ Մենք նախանցյալ տարի այդ Եվրաքվեն տեղի ունեցավ։ Դա մաքուր հասարակական շարժում էր Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը եւ Արամ Սարգսյանը միացան Հովսեփ Խուրշուդյանի հետ միասին ազատ քաղաքացիներ 60000 ստորագրություն հավաքեցին անջատման մասին։ Մենք ասում ենք Եվրոմիությանը միանալու համար էր դա, բայց իրականում անջատում էր Ռուսաստանից։ Այո, Եվրազիականությունից անջատելու մասին 50,000 էր պետք, 60,000-ի վրա կազմակերպիչները ասեցին ստոպ, 600,000 ստորագրություն է հավաքվում, 60,000-ը հերիք է, 60,000-ի վրա կանգ առանք եւ ազգային ժողովը, նրանք ոչ միայն վատ բաներ են անում, տեսել եք չէ, հեռուստատեսությամբ ինչեր են անում, ինչ լեզվով են խոսում, դրանք պարզվում է, որ լավ բաներ կարող են անել, քվեարկեցին, պաշտպանեցին այդ օրենքի ուժով, օրենք դարձրեցին, հիմա մենք այդ գործընթացը գործնական մասն է, թուղթը մենք ունենք Եվրամիությանը մոտենալու, միանալու մասին։ Հիմա քայլեր են արվում, մեր տնտեսությունը հիմա համապատասխանեցվում է Եվրոպայի ստանդարտներին, այդ թվում ատոմակայանը կլինի գերժամանակակից անվտանգ, նոր տեխնոլոգիաներ են գալիս։ Ես մի օրինակ բերեմ, այն օրը պատահաբար աչքովս ընկավ, Գերմանիան դարձել է Հայաստանի 5-րդ առևտրային գործընկերը։ Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Լավ բան է նշանակում։ Շատ լավ բան, նշանակում է նաև մեր արտահանած ամեն ինչը համապատասխանում է այդ բծախնդիր գենել գերմանացիների պահանջներին։ Դա շատ լավ նշան է, իրոք լավ նշան է։ Մենք իրենցից շատ բան ենք վերցնում Գերմանիայից, գործիքներ, մեքենաներ, սովորություններ, բանակային կանոնադրություն, մի բաներ թող իրանք մեզանից տանեն, անուշ լինի։ Մենք գիտենք ինչ են տանում, անուշ լինի։ Իհարկե, եւ ակնհայտ է դառնում, որ Հյուսիսը ձեռքերը ծալած չի նստելու։ Այո։ Հունիսի 7-ին ընթառաջ եւ չի սպասելու, թե հայ ժողովուրդը ինչ որոշում կընդունի։ Ինքը փորձելու է հայ ժողովրդի որոշման վրա ազդել։ Ունի մեր ժողովուրդը այդ վճռականությունը այս անգամ էլ ոչ ասելու, որտեղ մենք գիտենք, որ այս անցած 200 տարիների ընթացքում բազմիցս այդ ոչը ասվել է։ Ոչ իրենց։ Ուզում եք որպես գաղտնիք, ես ձեզ ասեմ, թե
հայ ժողովուրդը ինչպես է պատասխանում։ Քանի որ այս հաղորդումը տեղի է ունենում եւ եթեր է գնալու, դա նշանակում է, որ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները արդեն Ռուսաստանին ասել են ոչ, որովհետեւ նրա շահերի ներկայացուցիչները դատախազության հաճախորդներն են։ Պատկերացնում եք, եթե հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացիները կողմ լինեին ճորտությանը, անազատությանը, բռնապետությանը, նվաստացմանը կողմ լինեին, նրանք հիմա գիտեք փողոցները փակել էին ազգային ժողովի եւ նախագահականը, կառավարության շենքերը գրավել էին, ասել էին մենք ուզում ենք այդ դրածոների իշխանությունը, բայց նրանք հիմա թռուցիկներ են կպցնում որպես դիսիդենտներ բացասական իմաստով։ Տեսեք ինչեր են նկարներ են կպցնում, ազատություն Ռուսաստանի դրածոներին, ոնց։ Մեր ժողովուրդը թույլ է տալիս, որ Ռուսաստանի դրածոն բանտում լինի, որ Ռուսաստանի դրածոն ունեզրկվի, ազատազրկվի, սահմանափակվի ազատությունը։ Ես կարծում եմ, որ օրինակ մենք մի անգամ արել ենք դա։ 1000 չի մի անգամ, չէ։ Բազմիցս։ Երբ որ մենք չենք ուզեցել իշխանությունը, իշխանափոխություն արել ենք։ Իմ կյանքի ընթացքում երկու անգամ եղել է 1990 թվականին եւ 2018 թվականին։ Եվ եթե էլի պետք է լինի, էլի կանենք։ Այսինքն ձևը գիտի հայ ժողովուրդը հավատարմության եւ անհանդուրժողականության չհանդուրժելու ձևը մենք գիտենք, վռնդելու ձևը գիտենք եւ հրավիրելու ձևը գիտենք։ Մենք դա արել ենք 1990 թվականին, 91 թվականի քվեարկությունը թղթի վրա կա եւ 2018 թվականին երբ մերժեցինք։ Հիմա եթե հայ ժողովուրդը ուզում է ճորտություն, նվաստություն, թող հեռացնի այս իշխանությանը, բերի դրածոների իշխանություն։ Ուզում եմ որ Ռուսաստանի դրածոները այսօր ընկճված են, բանտարկված են, իրավազրկված են Հայաստանում եւ հայ ժողովուրդը նրանց համար փողոց դուրս չի գալիս։ Իմ ասածը դա էր։ Թող դուրս գան, ազատեն, գնան Բաստիլյան գրավեն։ Թող ազատեն։ Ես ուզում եմ կրկին այն օրինակը բերեմ, սովետական միությունը իրեն ձևավորման ակունքներում, հա, այսինքն 19-ից 20 թվականներին միայն մի դեպք է ունեցել, երբ որ բոլշևիկյան իշխանությունը տապալվել է հանրապետություններում։ Մենք ենք արել դա։ Դա հայերն են արել, Հայաստանն է արել։ 4 անգամ ասենք, հա։ Այո, այո, եւ եւս մի փաստ, ասենք պետք է այտենց մտածողություն ունեցող մարդիկ հասկանան մի բան։ Այս ժողովուրդը իր այն նոր ծնված ժամանակ անգամ դեռահաս երբեք չի եղել ստրուկ եւ ճորտ։ Ի տարբերություն այսօր աշխարհում որոշում կայացնող բազմաթիվ ժողովուրդների, հարյուրավոր ժողովուրդների։ Մենք հպարտ եւ ազատասեր ժողովուրդ ենք եւ դա ապացուցել ենք հիմա, այսօր մենք դա ապացուցում ենք, այսօր Լեհաստանում էլ մենք։ Այո։ Մենք դեպի ազատություն գնում ենք հաստատ քայլերով։ Շնորհակալություն պարոն Արշակյան, ցավոք եթերաժամը ոնց որ միշտ արագ սպառվեց։ Խրավ ժամանակ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն էր Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ Ամեն բարի ձեզ։